Ընդդիմադիր հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանն արդեն 2 շաբաթ է անժամկետ հացադուլ է հայտարարել, պահանջում է փոփոխել կալանքը, ազատ արձակել իրեն, որպեսզի կարողանա հոգալ 3 անչափահաս տղաների հոգսը։ Պողոսյանը միակ կերակրողն է ու կալանավորումից հետո ընտանիքի միակ եկամուտը նպաստն էր։ Կինը Լիա Պողոսյանը միայն վերջերս է աշխատանք գտել, բայց ասում է, միևնույն է, չի կարողանում միայնակ հոգալ ընտանիքի հոգսերը։ Ստանում ենք փարոս համակարգ։ Հիմա էլ ես փոքր աշխատանքի եմ անցել, բայց դա բնականաբար Ներսեսի տեղը անփոխարինելի է ամեն կողմից, թե ֆինանսական, թե առաջի հերթին, այն որ ինքը իր երեխաների գլխին լինի։ Լիա Պողոսյանը 3 բողոքնամակ է հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ակնկալելով օմբուդսմենի ուշադրությունը։ Դրանից հետո պաշտպանի աշխատակիցներն այցելել են Նուբարաշենի բանտում պահվող Ներսես Պողոսյանին։ Օմբուդսմենի գրասենյակը այցի մասին մանրամասներ դեռևս չի հաղորդում։ Ես իրան ուղղակի կոչ կանեմ դադարեցնել հացադուլը, քանի որ առաջի հերթին միտնասում է իր առողջությունը։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է մտածի, որ ինքը սոված է մնում, քայքայում է իր առողջությունը, դրա համար առաջի քայլը, որ ինքը դադարեցնի իր հացադուլը։ Ուղղակի խնդրում եմ։ Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի նախաքննությունն արդեն 1 ամիս է ավարտված է, գործն ուղարկվել է դատարան։ Սեֆիլյանը մեղադրվում է 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք ռազմամթերք իրացնելու, պահելու եւ փոխադրելու, դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում եւ շարունակում է հայտարարել, իրեն ճաղերի հետևում են պահում քաղաքական հայացքների համար։ Ներսես Պողոսյանը եւս չի ընդունում մեղադրանքը։ Նա մեղադրվում է Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից վերոնշյալ հանցանքները կատարելու մեջ։ Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ազատությանը փոխանցեց, որ 2 օր առաջ է այցելել պաշտպանյալին։ 2 շաբաթ շարունակ սնունդ չընդունած Պողոսյանը հյուծված էր, ասում է պաշտպանը։ Չնայած սրան, Պապիկյանը նշեց, որ եթե պաշտպանյալի պահանջը չկատարվի, նա նաև ջրադուլ կհայտարարի։ Ներսես Պողոսյանը պնդում է, որ Սեֆիլյանի հետ ծանոթ չի եղել, Սեֆիլյանի ղեկավարած հիմնադիր խորհրդարանին չի անդամակցել, ընդդիմադիր գործ չի դեմել, ցուցմունք չի տվել։ Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում է այնքանով, որքանով հավանաբար ողջ հանրությունը դրա ծամիջոցներից, տարբեր հանրահավաքներից, այսինքն իր Ժիրայր Սեֆիլյանին ճանաչելը միայն դա եղել, նրանք ոչ մի շփում չեն ունեցել եւ միմյանց չեն ճանաչել։ Արայիկ Պապիկյանի պնդմամբ Ներսես Պողոսյանը մեղադրվում է բացառապես այս գործով անցնող 2 մեղադրյալների՝ Գալուզ Գրիգորյանի եւ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքների հիման վրա։ Նրանց հետ ծանոթացել է Էլեկտրիկ Երևան բողոքի ակցիաների ժամանակ, բայց մտերիմ չի եղել, ասում է կինը։ Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում որպես քաղաքացիական ակտիվիստ։ Ես չեմ կարող ասեմ, որ նա հարել է ինչ-որ կուսակցության կամ ինչ-որ նախաձեռնության, միշտ բոլոր ակցիաներին գնացել է։ 2 անգամ բերման է ենթարկվել, մեկը 2013 թվականի դեկտեմբերին Պուտինի այցի ժամանակ, մեկն է Էլեկտրիկ Երևանի ժամանակ։ Էլեկտրիկ Երևանի ժամանակը հենց ծանոթացել էս գործով անցնող 2-3 անձանց հետ, որոնք էլ կապ են հանդիսացել հենց կոնկրետ իր կալանավորման համար։ Պողոսյանի բնակարանի խուզարկության ժամանակ զենք կամ որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել։ Ըստ փաստաբանի Ներսես Պողոսյանին կալանավորելուց հետո են այս անձինք նրա դեմ ցուցմունք տվել։ Քրեական գործին ծանոթացած փաստաբանը նաև տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ գործը քննած հատուկ քննչական ծառայությունը եզրահանգել է, որ Ներսես Պողոսյանը չի անդամակցել որևէ խմբի եւ կամովին հրաժարվել է հանցանք գործել։ Սա սակայն չի խանգարել նախաքննական մարմնին շարունակել նրան պահել մեղադրյալի աթոռին։ Այդ նույն որոշմամբ սակայն նշել են, որ Ներսես Պողոսյանը կամովին հրաժարվել է հանցանք գործելուց եւ Ներսես Պողոսյանը չի անդամակցել որևէ խմբի։ Հետևաբար Ներսես Պողոսյանը չի կարող կազմակերպված խմբի կազմում հանցանք գործել, այսինքն երրորդ մաս պատժի արարքի խստացումը։ Անտրամաբանական է, սա ուղղակի իրավաբանություն չկա այստեղ։ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Գոռ Ղալեչյանն ազատությանը փոխանցեց, որ Ներսես Պողոսյանը գտնվում է հացադուլավորների խցում, պարբերաբար բույժ զննում է անցնում եւ որ նրա առողջական վիճակը գտնվում է կայուն եւ բավարար վիճակում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 3 ազատության Facebook-յան ասուլիսում հայտարարեց, թե կզբաղվի նրա հարցով։ Ես անպայման հաշվի առնելով այս եթերը եւ ընձեռած հնարավորությունը անմիջապես եթերից հետո հանձնարարական կտամ բարձելու համար ինչն է խնդիրը, որոնք են պահման պայմանների հետ կապված խնդիրները։ Խնդիրը այն է, որ ձեր իմ իրավասության առնչվող հատվածը, որ հացադուլի մեջ է եւ որոշակի խնդիրներ ու բողոքներ ունի, դրանք անդրադառնանք քրեական գործի հետ կապված, դրա հասցեատերը ես չեմ։ Այսօր արդեն նախարարի խորհրդական Գոհար Պողոսյանն ազատությանը փոխանցեց, որ նախարարի հանձնարարությամբ 3 Ներսես Պողոսյանի հետ ընդունելություն է կազմակերպվել։ Նրա բողոքը վերաբերել է քրեական գործին, խցային պայմանների վերաբերյալ հարց չի բարձրացրել, փոխանցեց Պողոսյանը։
Մեղքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-ից 8 տարվա ազատազրկում։